Record, Grottochtog. Հա, գրասների տեսությունը մաթեմատիկայի ճյուղ է, դիսկրետ մաթեմատիկայի, որը ամենաանհրաժեշտ մաթեմատիկան է ծրագրավորողների համար, իսկ մեր օլիմպիադաներում շատ է հանդիպում, նույնիսկ sense չգրված օրենք կա, որ հանրապետական փուլում կամ մեծերի տարիքային խմբում կամ միջազգային օլիմպիադայում պիտի անպայման գոնե մի հատ խնդիր լինի գրաֆներով։ Իսկ այդ տեսությունը, այսինքն ստեղ կա տեսական բաներ, զուտ մաթեմատիկական, դե մաթեմատիկայում այդ գրաֆները որպես օբյեկտ քննարկում են, ինչ որ հատկություններ, ինչ որ տարատեսակներ, ինչ որ թեորեմներ ու ապացույցներ են անում, իսկ մենք մեզ հետաքրքիր է ալգորիթմները ու ահագին սիրուն խնդիրներ են պատահում գրաֆներով, իսկ տեսությունը ինքը 19-րդ դարում են առաջ քաշել այդ մաթեմատիկոսը, որ առաջինը սահմանել է այդ տերմինը մտցրել է, այդ Էյլերն է, Էյլերի անունը ոնց էր, մտքիցս թռա, ոչ մեկ չի հիշում Էյլերի անունը, դե Էյլերը ինքը գերմանացի է, Լեոնարդ երևի, Լեոնարդ Էյլեր, ինքը գերմանացի է եղել, բայց այնպես է ստացվել, որ կարծեմ ռուսական ակադեմիայում աշխատել, այդ կարելի է փնտրել Վիկիպեդիայում նայել, իսկ ինքը ապրում էր Քյոնիգսբերգում, Քյոնիգսբերգը այն ժամանակ գերմանական պրուսիական քաղաք էր, հիմիկվա Կալինինգրադն է, որ հիմա դա Ռուսաստանի կազմում, բայց ինքը գերմանական քաղաք է, ռուսները գերմանացիներին բոլորին երկրորդ համաշխարհայինից հետո այդտեղից արտաքսեցին Սիբիր, ամբողջ բնակչությունը փոխեցին, իսկ ժամանակին, երբ որ ինքը սիրուն եվրոպական քաղաք էր, գետ կար, քաղաքի մեջով անցնող, ես այդ գետն եմ նկարել ու երկու հատ կղզի կար այս գետի մեջ ու կամուրջներ կար, ափից ես մեծ կղզին, մի կղզի մեծ է, երկու հատ կամուրջ ամեն ափից բերում էր այս կղզին, փոքր կղզին մի հատ կամուրջ ու սրանք հաճախ հետիոտների կամուրջ էր, այսինքն հələ այսին ժամանակ էր կառուցվել, որ ավտոմեքենաներ չկային, դե կառքեր կային, ու մի հատ էլ կամուրջ, որ երկուսը միացնում, ու մարդիկ սիրում էին շրջել այս կամուրջները, հետո ինչ որ մեկի մոտ միտք առաջացավ, իսկ հնարավոր արդյոք այս սիրուն կամուրջներով սենց ինչ որ ձևով շրջել, այնպես որ ամեն կամուրջով մարդ մի անգամ անցնի, ճիշտ մի անգամ, դե փորձում են, չի ստացվում, ինչ որ մեկը նույնիսկ մի մեծահարուստ գրազի նման մի հատ գումար հայտարարեց, որ ով կարողանա դա անել, ուրեմն այսքան գումար կտա, ու վերջին այս մասին իմացավ Էյլերը, Էյլերը դե որոշեց մտածել սրա վրա, ինքը ասաց եկեք այս ափը մեկով նշանակենք, այս երկուսով նշանակենք, էսի երեքով, էսի չորսով, ոստեղ կարևոր չի, ստեղ կամուրջների երկարությունները, ձևերը դեռ չեն խաղում, այնպես որ մենք կարող ենք սա մի քիչ ուրիշ ձևով նկարել, որ վրան ավելի հեշտ լինի մտածելը, ուրեմն փաստորեն ունենք 1, 2, 3, 4, ու այս մեկը 3-ին միացնող սենց երկու հատ կամուրջ կա, այս էլ երկու հատ կա, հետո 3-ն ու 4-ը, ստեղ մի հատ է, ստեղ մի հատ է, ստեղ մի հատ է, սենց նկարը, ու պետք է այս գծերով անցնել, այնպես որ ամեն գծով կարողանանք մեկ անգամ անցնել,
ու էլ ապացուցեց, որ դա հնարավոր չի։ Ոնց դա ապացուցեց, շատ հեշտ։ Ասեց, դե նայեք, եթե մենք ընդ որում ասում են որտեղից ուզում եք կարող եք սկսել, հա։ Եթե մենք ինչ որտեղից սկսում ենք, հետո պիտի բոլորով անցնենք, ամեն անգամ, երբ որ մենք ինչ որ մի հատ սրան ինքը սրան անվանեց գագաթներ, այս կլորակները, այս գծերն էլ կողեր։ Ամեն անգամ որ մի հատ գագաթ ենք մտնում, ինչ որ գագաթից սկսում ենք, հետո այսինքն կա սկզբնական գագաթ, մեկ էլ կա վերջնական գագաթ, հա, այստեղից սկսում ենք, այնտեղ վերջացնում ենք։ Բայց արանքի գագաթները, եթե մտնում ենք, պիտի դուրս գանք, մտնում ենք, պիտի դուրս գանք, հա։ Կարող է նույն գագաթը երկու անգամ մտնենք, քանի անգամ մտնենք, այնքան անգամ պիտի դուրս գանք։ Այսինքն դուրս է գալիս, որ այս միջանկյալ գագաթների մտնող դուրս եկող կողերը զույգ պիտի լինեն, չէ, մտանք դուրս են գալիս, եթե մտանք, էլ պիտի դուրս են, բայց այս մենակ այս եզրային գագաթները ստերից դուրս եկող կողերը պիտի կենտ լինեն, որտեղ էլի ես մեկից որ գնացինք, հետո կարող է էլի գանք դեղ ու էլի դուրս գանք, էլի ինքը կարա նաև ներսում հանդիպի։ Այսինքն սա նույնիսկ մենք ընդհանուր բան ենք քննարկում։ Բայց հիմա հաշվենք, ամեն գագաթից քանի կող կա այս նկարում դուրս եկող, ուրեմն այս 3-ից կա 5 հատ, որը կենտ է, 2-ից կա 3 հատ, որը կենտ է, 4-ից կա 3 հատ, որը կենտ է, 1-ից էլ 3 հատ, որը կենտ է, այսինքն 4-ն էլ կենտ են։ Իսկ որպեսզի այդպիսի ճանապարհը հնարավոր լիներ, պիտի երկուսը կենտ լինեին, մնացածը զույգ լիներ։ Իսկ եթե դա ցիկլ լիներ, որտեղից որ սկսում ենք այնտեղ վերջացնենք, ապա ընդհանրապես բոլորը պիտի զույգ լինեին։ Ահա։ Դե հիմա Էյլերի անունով գրաֆների տեսությունում այս տեսակ ճանապարհը, այսինքն սա կոչվում է գրաֆ, գրաֆը գագաթների բազմությունն է ու կողերի բազմությունն է, ու գրաֆը կոչվում է Էյլերյան, եթե այս հատկությանը բավարարում է, այսինքն եթե ցանկացած գագաթից ցանկացած գագաթ հնարավոր է գնալ ու կարելի է մի գագաթից ու երկու գագաթ կա, որ իրանց սրանց ասում են աստիճաներ, գագաթից դուրս եկող կողերի քանակը կոչվում է աստիճան։ Ուրեմն եթե երկու գագաթ կա, որոնց աստիճանը կենտ է, մնացածը զույգ է, ու գրաֆը, այսպես ասած, կապակցված է, այսինքն ամեն գագաթից ամեն գագաթ կա ճանապարհ կա գնացող, այդպիսի գրաֆը կոչվում է Էյլերյան։ Իսկ եթե ցիկլ է, այսինքն բոլորը զույգ են, այդ դեպքում կոչվում է Էյլերյան ցիկլ։ Սա գրաֆների, սա խնդիրներից մեկն է, կա, եթե ինտերնետում փնտրենք, հասարակ խնդիր, տրված է գրաֆ, պարզել այդ գրաֆը Էյլերյան է, թե ոչ։ Այսինքն այդտեղ պետք է երկու բան պարզել, պետք է պարզել, թե աստիճանները ինչքան են գագաթների, ու մեկ էլ պետք է պարզել այսպես կոչված կապակցվածությունը, այսինքն որ ամեն գագաթից ամեն գագաթ հնարավոր է գնալ։ Դե խնդիրներում, մեր օլիմպիական խնդիրներում գրաֆներով խնդիրները լինում են երկու տեսակի։ Այն առումով, որ կան խնդիրներ, որ բացահայտ ասում է տրված է գրաֆ, ու կան խնդիրներ, որտեղ չի ասում տրված է գրաֆ, այսինքն դա կոչվում է թաքնված գրաֆով խնդիր։ Օրինակ հանրահայտ մարդու խնդիրը, որը ձևակերպում է սենց, ասում է ուրեմն այն հոգի կա, հանրահայտ մարդը նա է, օրինակ, ով է հանրահայտ մարդ, ասենք երգիչները, երգիչը ոնց է հանրահայտ, որ իրան բոլորը ճանաչում են, իսկ ինքը կարա շատ քչերին ճանաչի, հա, այսինքն եթե ինչ որ խումբ է այն հոգուց բաղկացած ու տրված է ինֆորմացիա, իրանց համարակալում են մեկից մինչև n թվերով, ու մեզ ասում են, թե ով ում է ճանաչում։ Ու եթե մենք գտնենք այնպիսի մարդու, որին մնացած բոլորը ճանաչում են, ուրեմն ինքը հանրահայտ է։ Իսկ ինքը իրան մարդը ինքը իրան ճանաչում է, թե չի ճանաչում, դա արդեն
Փիլիսոփայական հարց է։ Ոնց են տրվում գրաֆները խնդիրներում։ Ամենակլասիկ եղանակը, այսինքն 90%, 90 քանի տոկոսը ճնշող մեծամասնությունը, որ եթե իհարկե թաքնված գրաֆները տարբեր ձևով կարող են տրված լինել, իսկ եթե բացահայտ գրաֆը, սկզբում երկու թիվ են տալիս, ինչ որ n, m, այսինքն գագաթների քանակը, կողերի քանակը, օրինակ եթե սա տանք, ուրեմն պիտի ասենք, որ 4 գագաթ է, կողերն էլ 7 հատ է, 7 հատ կող է, հա։ Հետո սկսում ենք թվարկել կողերը, ամեն կողը կարելի է նշել որպես թվասույկ։ Այն երկու գագաթների համարները, որ իրանք միացած են, այստեղ մեզ մոտ կլինի 1-3, մի հատ էլ 1-3, то ասենք 4-1, 1-4 կամ 4-1 տարբերություն չկա, 3-4, 2-3, 3-2, 4-2, օրինակ, այս ձևով կարող է տրված լինել։ Բայց գրաֆները հազվադեպ է լինում մեր օլիմպիական խնդիրները, որ երկու գագաթ մեկից ավել կող ունենան, պատահում է, բայց շատ հազվադեպ, այնպես որ մենք հիմնականում գործ ենք ունենալու այնպիսի գրաֆների հետ, որ երկու գագաթ կամ մի հատ կող ունեն միացած կամ ոչ մի հատ, հա։ Բայց նաև լինում են այսպես կոչված ուղղորդված գրաֆներ, երբ որ կարևոր է, դրանք կարող են լինել քաղաքներ ու ճանապարհները միակողմանի լինեն, որ այս գագաթից այս գագաթը կարելի է գնալ, հակառակը չի կարելի, կամ ինքնաթիռի չվերթներ կան, որ այս ուղղությամբ կա չվերթ, այն ուղղությամբ չկա, այն ուղղությամբ կարող է ինչ-որ մի հատ քաղաքի միջոցով լինի հետադարձը, սրանց անվանում են ուղղորդված գրաֆներ։ Հիմա մի բան էլ կա, առաջի բանը, որ պետք է իմանալ ծրագիր գրելուց առաջ, գրաֆներով խնդիրներում, թե ոնց ենք մենք այս գրաֆները պահելու ծրագրում, ինչ զանգվածներ, ինչ կառուցվածքներ պիտի օգտագործենք, ինչ տարբերակներ կան։ Այս առումով տարբերակում են գրաֆները էլի երկու տեսակի, բայց հիմա ուրիշ հանգամանք կա։ Դրանց անվանում ենք փոքր ու խոշոր, ընդ որում խոշորները լինում են նոսր գրաֆներ։ Եթե փոքր գրաֆի որն է, եթե գագաթների քանակը 1000-ից չի անցնում, դե հիմիկվա համակարգիչները հզորանում են, հիմա կարող լինի նույնիսկ 2000, միգուցե 3000 կարող լինի այդ կարգի։ Իսկ մեծ գրաֆներում գագաթները լինում են 100,000, հիմա կարող լինի 200,000, այդքան։ Բայց հիմա եթե մենք ունենք n գագաթանոց գրաֆ, ամենաշատը քանի կող կարող ունենա այդ գրաֆը, մի հատ հաշվենք, այսինքն եթե մենք n հատ գագաթ ունենք ու բոլորը միացած են, կողերի քանակն ենք ուզում հաշվենք, դա ինչքան կլինի։ Դե առաջինը մնացածի հետ այդ կլինի n-1, հետո երկրորդը մնացածի հետ n-2, չէ, մինչև սենց մեկից մինչև n-1 թվերի գումարը, որ դուք անցել եք բանաձևը, դա դառնում է n անգամ n-1 բաժանած 2, ճիշտ եմ հաշվել։ Հիմա եթե պատկերացրեք, եթե n-ը 100,000 է, ապա m-ը կարող է լինի 100,000-ի քառակուսի մոտավորապես բաժանած 2-ի, որ ահագի մեծ թիվ է, ու եթե մենք ծրագիր գրենք, որ սենց թվազույգեր պիտի կարդա, ապա այդ ծրագիրը շատ երկար աշխատել է։
Իսկ մեր օլիմպիադաներում ընդունված է, որ time limit-ը լինի մեկ վայրկյան, մի քանի վայրկյան։ Եթե հանկարծ նույնիսկ մի քիչ երկար ա լինում, 20 վայրկյան օրինակ, այդ կարող խնդիրների հանգեցնի, որովհետև մրցույթի մասնակիցները, բոլոր ովքեր զբաղվում են օլիմպիադաներով, երեխեքը իրանք սովոր են, որ պիտի մի երկու վայրկյանում ծրագիրը որ ուղարկում ենք, մենք պիտի ստանանք պատասխանը։ Հա, եթե ձգձգվում է, ապա մասնակիցները կարան նորից ծրագիր ուղարկեն, որ չեն ստանում պատասխանը։ Դες պատմություն եղել է իմիջիալոց IOI-ում, կարծեմ դա Ավստրալիայում էր, որ մի հատ խնդրի time limit-ը չգիտես ինչի 20 րոպե էր, շատ ծանր թեստեր էին դրել, ու ինչքան էլ զգուշացրել էին, ինչքան էլ խնդրի վերև առանձին գրված էր, որ սա ստանդարտ չի, time limit-ը երկար է, բայց օլիմպիադան տապալվեց, որտեղ համակարգը խեղդվեց, որտեղ երեխեք չէին սպասում ու հալուցումներ են ուղարկում։ Դրա համար, եթե n-ը 100,000 է, ապա m-ը վերցնում են, ասենք, մի 300,000, որովհետև այս թվազույգերը, որ պիտի մուտքագրվի, որ դրանք շատ չլինեն, բայց այդ դեպքում ստացվում է, որ ամեն գագաթի համար գալիս է միջինը մի 3 կող, 99,000 քանի հնարավորից։ Դա նոսր է, դա կոչվում է նոսր գրաֆ։ Հիմա ոնց են պահում գրաֆները, զանգվածների միջոցով զանգվածներում, այսինքն գրաֆների ներկայացման եղանակները։ Ուրեմն 3 եղանակ կա։ Առաջ եղանակը հետևյալն է, մենք գրաֆը կարող ենք պահել ուղղակի երկու չափանի զանգվածի միջոցով, մեկ էլ զրոներով, այսինքն երկու չափանի զանգված ենք սահմանում, ու եթե օրինակ մեկը երկուսի հետ կող կա, ուրեմն մեկ երկրորդ տեղում մեկ են գրում։ Եթե ինքը երկկողմանի է, ուրեմն երկու մեկում էլ պիտի մեկ գրենք։ Հա, սենց մեկ էլ զրոներով կարող ենք ներկայացնել, սա մի տարբերակ։ Սրան ասում են հարևանության մատրից։ Երկրորդ եղանակը, որ մի քիչ ավելի լավ է սրանից, էլի երկու չափանի զանգված ենք վերցնում, բայց մենք կարանք ոչ թե սենց մեկերու զրոներով պահենք, այլ օրինակ առաջի տողում ստեղ դնենք առաջի գագաթի հարևանների համարները, ասենք 2-ը, 3-ը, 4-ը, հետո երկրորդ գագաթը իր հարևանները ովքեր են, ենթադրենք 1-ը, 4-ը, հետո 3-ի հարևանները ովքեր են, 1-ը, 5-ը թող լինի, 4-ի հարևանները կլինի 1-ը, 2-ը, այս ձևով։ Այս էլ կոչվում է կցության մատրից, որտեղ ամեն մեկի կից ով է կից իրան նշածը։ Սա նախորդից ընդհանրեն ինչով է լավ, որ այստեղ, եթե մեզ պետք է ցիկլ կազմակերպել ինչ-որ գագաթի համար, որպեսզի անցնենք իր հարևանների վրայով, մենք պիտի անցնենք ամբողջ տողի վրայով ու նայենք որտեղ է 1, որտեղ է 0։ Իսկ այս դեպքում դե պարզ է, ինչ-որ միտեղ էլ մենք պիտի պահենք, ամեն մեկը քանի հարևան ունի, ու մենակ հենց հարևանների վրայով ենք անցնում։ Այսինքն այս երկրորդ եղանակը անցումները ավելի շատ են, բայց առաջի եղանակը այնպես չի, որ չի կիրառվում, որովհետև նաև պատահում են այսպես կոչված կշիռներով գրաֆներ, այսինքն եթե կողի վրա ինչ-որ թիվ է գրված լինում, ենթադրենք դրանք քաղաքներ են, ու այս թիվը ցույց է տալիս կամ մի քաղաքից մի քաղաքը գնալու ժամանակը, կամ հեռավորությունը կիլոմետրերով, հա, դա կոչվում է կշիռներով գրաֆ։ Եթե այդպես է, ապա այս առաջին եղանակով մենք ուղղակի այս մեկերի փոխարեն կարող ենք այդ թվերը գրել, հեռավորությունը, առանձնապես մեծ բան չի փոխվում, բայց այս երկրորդ եղանակով ստացվում է, որ մենք պիտի ամեն մեկի համար հարևանի համարը պահենք, համ էլ պահենք
թե ինչքան է հեռավորությունը միջև այդ հարևանը, այսինքն ստեղ արդեն ստացվում է, որ ամեն վանդակում մենք պիտի ոչ թե մի պահենք, այլ թվազիկ պահենք, դա մի քիչ տեխնիկական մի քիչ դժվարությունների է հանգեցնում։ Երրորդ եղանակը ուղղակի ծրագրային եղանակ է, ծրագրավորման տեսանկյունից է, դա նախատեսված է խոշոր գրաֆների համար։ Երբ որ n-ը 100,000 է, ապա մենք չենք կարող այս երկու եղանակները օգտագործել, որովհետև 100,000-ը վրա այս մեկերձրոներով չեն կարող պահել, այս մեկն էլ, եթե մենք նախորդ այս երկու չափանի զանգվածը վերցնում ենք, ստացվում է, որ ամեն մեկի համար մենք պիտի պոտենցիալ ինքը ընդհանուր կարող է կողերի քանակը 300,000 է, բայց կարող է շատ անհավասարաչափ բաշխված լինի, ասենք ինչ որ մի հատ գագաթ 50,000 ունենա, կամ տեսականորեն ինքը կարա 99,999 հարևան ունենա, ահա, ու ստացվում է մենք էլի պրոբլեմ առաջանում, թե ոնց պիտի պահենք։ Դե այդ պրոբլեմը լուծում է նրանով, որ ոչ թե սենց ստատիկ զանգված ենք սահմանում, ստատիկը, որ ուղղակի հայտարարում ենք էլի, ասենք int a n-ի վրա, սա կոչվում է ստատիկ զանգված, այլ պահում ենք դինամիկ զանգված։ Հիմա դինամիկ զանգված սահմանելու երկու եղանակ կա, մեկը գալիս է C լեզվից, մեկը գալիս է C++ լեզվից։ C լեզվում այսպես է, բացենք մի հատ նոր edge, ոնց ենք բացում, կամ սա մաքրեմ, լավ։ C լեզվում այսպես է, եթե ուզում եք կառուցել դինամիկ զանգված, ուրեմն դուք պիտի հայտարարեք աստղանիշ, դինամիկ զանգված, ցուցիչների ցուցիչ, հետո եթե մենք գիտենք գագաթների քանակը n-ը, ուրեմն այս դինամիկ զանգվածին պիտի վերագրենք new int աստղանիշ փակագծերում այդ n-ը, այս new օպերատորը, որ աշխատում է, ինքը այդ պահին առանձնացնում է այս քառակուսի փակագծերում նշված այդքան էլեմենտի համար հիշողություն, եթե int ենք վերցրել, int-ը 4 բայթ է, այսինքն n անգամ 4 ինքը հիշողություն է վերցնում, դա կարող ենք այսպես նկարել, սլոք են դնում, սենց հիշողություն, բայց ամեն էլեմենտը int աստղանիշ է, այսինքն ցուցիչ է, այսինքն ամեն մեկից էլի մենք կարող ենք ամեն մեկին կպցնենք մի հատ int տիպի դինամիկ զանգված, ու հետո եթե մենք իմանում ենք ամեն մեկի հարևանների քանակը, թե որը քանի հարևան ունի, ասենք թե մենք մի հատ զանգված ունենք, ինչ որ n զանգված ունենք, որտեղ h-ին ցույց է տալիս, թե երրորդ գագաթը քանի հատ հարևան ունի, այդ դեպքում մենք կարող ենք for cycle գրել, ենթադրենք գագաթները 0-ից են համարակալված, անցնենք բոլոր գագաթների վրայով, ու հետո գրում ենք dz-ին, այսինքն այս դինամիկ զանգվածի երրորդ էլեմենտը, սրան հատկացնել new int տիպի այս անգամ, ու էլեմենտների քանակը լինի hi, սա նկարում է սենց, ասենք այս մեկը 3 հատ ունի, սենց կնկարենք, այս մյուսը ավելի շատ է, այսքան կան իր զանգվածը, այս մեկը այսքան կլինի, այն մեկը կարող սկիչ չունի էլ, այս ամեն մեկը իր քանի հատ հարևան ունի, այդքան ունու զանգված ենք հատկացնում, այսինքն այս մեր դինամիկ առանձնացված զանգվածների երկարությունների գումարը m-ից չի անցնում, 300,000-ից չի անցնում, սա C-ական եղանակն է, կա new օպերատոր, որը շատ հարմար բան է, երբ որ մենք, ու գիտեք ինչով լավ է new օպերատորը, որ երբ որ մենք զանգված ենք սենց ստեղծում, ապա այդ զանգվածը, եթե ինչ-որ մի հատ ֆունկցիայի մեջ լոկալ ինչ-որ անում ենք,
այդ ֆունկցիան որ ավարտվում է, այս դինամիկ զանգվածները մեկամանում են։ Այսինքն դինամիկ զանգվածը տենց հետաքրքիր հնարավորություն է տալիս ծրագրավորողին, որ ինքը որոշի երբ հիշողություն հատկացվի, ու ինքն է որոշում է, երբ որ իրան պետք չի այդ հիշողությունը ազատի, այդ ազատող օպերատորը կոչվում է delete։ Եթե մենք ինչ որ այս դինամիկ զանգվածի ինչ որ մի հատը չենք ուզում, այսինքն սա դառնում է զանգվածների զանգված չէ, այսի սրանք են զանգվածները մի հատ զանգվածից կախված են։ Եթե ինչ որ մեկը չենք ուզում, կարող ենք բայց delete-ից հետո պետք է գրել դատակ քառոքսի փակագծը, հետո դնել այն ցուցիչի անունը, դզ ինչ որ ենթադրենք G, որ ուզում ենք ասենք այս G-ն է, այսքան ուզում ենք մաքրենք։ Ահա, այս էլ հակառակ գործողությունն է։ Հիմա C++-ական տարբերակը C++-ում պետք է հայտարարել վեկտոր, այնտեղի դինամիկ զանգվածը վեկտորն է, այսինքն պետք է սահմանել երկու տարբերակ կա, մեկը վեկտորների վեկտոր, բայց ես միտեղ վաղուց չեմ էլ հիշում արդեն որտեղ կարդացել եմ, կարծեմ Emacs-ում, sense մի հատ сайт կար, Emacs.ru, ռուսական сайт կար, չէ, Emacs-ում չէր, երևի ես Codeforce-ի ինչ-որ բլոգներում եմ կարդացել, որ ավելի լավ է ոչ թե վեկտորների վեկտոր սահմանել, այլ վեկտորների զանգված։ Ուրեմն մենք սահմանում ենք ինթերի վեկտորներ, անունը դնենք գրաֆ, կոմոդի չի կարող դնել, ու ստեղ քառոքսի փակագից, սա ինչ որ n են գրում, այս n-ը հաստատուն է, որը 100,000 ակավեղների քանակի չափով։ Սա նույն գաղափարն է, մենակ C++-ական, այսինքն գրաֆի երրորդ էլեմենտը վեկտոր է։ Հիմա այս վեկտորը մենք ոնց ենք լցնելու։ Ենթադրենք մեզ տված է n-ը m-ը, ու հետո m հատ վազույք է գալիս։ Կարդում ենք n-ը, կարդում ենք m-ը, ու հետո այս թվազույգերը չէ պիտի կարդանք, այսինքն for ինչ որ in 0-ից in փոքր է m հատ թվազույգ է գալիս, ուստեղ կարդում ենք, ենթադրենք ինչ որ x-y-ում կարդում ենք, այդ համարները կակակների x, y, հիմա ես պիտի այս գրաֆի x-երորդ էլեմենտին ավելացնեմ y-ը, որ դա իրան հարևան է, ու եթե գրաֆը երկկողմանի է, x-ից y կել ճանապարհ է, y-ից x-ը, ուրեմն պիտի համեն գրաֆ y-ին ավելացնենք x-ը։ Դա գրվում է սենց, ուրեմն գրում ենք գրաֆ x pushback, այսինքն վերջից ավելացնել pushback y, ու հետո մի հատ էլ գրում ենք գրաֆ y pushback x։ Ու սրանով մենք գրաֆը կառուցեցինք։ Հիմա եթե գրաֆը արդեն ունենք, ինչ որ մի եղանակով, առաջին ալգորիթմները, որ պետք է իմանալ, դա գրաֆի շրջանցումներն է։ Այսինքն օրինակ, եթե մենք ուզում ենք այն չէ, այդ հանճարեղ մարդու խնդիրը շատ հեշտ է լուծվում, այնտեղ ոչ մի շրջանցում չկա։ Եթե մենք սենց կառուցեցինք, ընդ որում ինքը ճանաչել է երկկողմանի հարաբերություն չի, չէ։ Եթե A մարդը B մարդին ճանաչում է, այդ չի նշանակում անպայման, որ B-ն այն ճանաչում է։ Ու ստացվում է, որ մենք սենց որ լցնում ենք, եթե ուզում ենք այդ հանճարեղ մարդու խնդիրը լուծել, մենք պիտի շուռ տանք սլաքները, այսինքն ամեն մարդու համար այս վեկտորի մեջ գցենք, երրորդ մարդու համար գցենք այն մարդկանց համարներ, ովքեր իրան ճանաչում են, ոչ թե ում որ ինքը ճանաչում է։ Ու դրանից հետո մեզ կմնա ուղղակի մի հատ անցնենք այս գրաֆի վրայով, այս զանգվածի վրայով,
ու իր երրորդ էլեմենտը վեկտորա, չէ։ Ամեն վեկտորի size-ը վերցնենք, եթե եղավ ինչ-որ մի հատ գագաթ, որի size-ը n-1 է, այդ նշանակում է մնացած բոլորը իրան ճանաչում են, ուրեմն մենք գտանք այդ նշանավոր մարդուն, բայց սենց ստացվում է, որ չէ, կարա չէ, մի քանի նշանավոր մարդ լինի։ Հա, կարա մի քանի նշանավոր ու այս նշանավոր կամ հանրահայտ այս մարդիկ էլ իրար պիտի ճանաչեն։ Լավ, իսկ շրջանցումները որ խնդիրներում է պետք գալիս, ամենահասարակ խնդիրը, որ շրջանցումը պետք է գալիս, դա գրաֆի կապակցվածության ստուգումն է, այն որ մեզ պետք էր ստուգել ցիկլ, էյլերյան ցիկլ կա, թե չկա, գրաֆը էյլերյան է, թե էյլերյան չի, չէ, այնտեղ այն պայմանը հեշտ է, մենք էլի կարող ենք անցնել այս զանգվածի, գրաֆ զանգվածի վրայով ու ամեն գագաթի այս վեկտորի size-ը ստուգել զույգա թե կենտ է, եթե երկուսը կենտ եղան, մնացածը զույգ եղան, ուրեմն էլերյան ճանապարհ կամ էլ կարող է բոլորը զույգ են, ուրեմն եթե մեկը կենտ եղավ, մնացածը զույգ է, ուրեմն չեղավ էլերյան ճանապարհ, հա, կամ պիտի երկուսը կենտ լինեն, մնացածը զույգ կամ էլ բոլորը զույգ, բայց դա մի պայման է, մյուս պայմանը պետք է ստուգել գրաֆը կապակցված է թե չէ, այսինքն բոլորից բոլորը, օրինակ սենց նկարեմ, այս գրաֆը սա կապակցված չի, երկու կտորից է բաղկացած, այդ կտորներն անվանում են կոմպոնենտներ, հարցեր կան, դասամիջոց ենք անում 10 րոպե, հարցեր չկան, հեսա զոմ անջատվելու է, 10 րոպե հանգստանանք, ինչքան չեմ ուզում սենց, բայց փաստորեն լեկցիա եմ անում։